ճիշտ ասած, այսօր մի հատ ձերը մի հատ բան կար, ասում եմ, ի՞նչ է ձերը։ Ասում եմ, լսի, էսի ձերը սա, որ ես որ հերո եթամ, թե ինչ եթամ, մի խոսքով չգիտեմ ինչ, ես հասկացա մի բան, որ ինքը Աստծուն սիրում է եւ Տիրոջը շատ սիրում է, բայց կապ չունի ինքը ինչ վիճակի մեջ է։ Իրա ոտի վրա ասես կարծում ենք գցե միլիցեքը որ խելոք բայի իրան չգիտեմ ինչ է արել, չէ, այդ մասին չխոսանք, բայց հետաքրքիրն է, որ ինքը գիտեք Հիսուսին սիրում է։ Նայեք տեսեք, ինչն է խնդիրը, որ այս անձնավորությունը մեր մեջը հիմիստեղ կանգնած է։ Այսինքն, նայեք տեսեք, Հիսուսը, որտեղ իրականություն է եւ արժե Հիսուսի հետևից է թալը ժողովուրդ ջան, որտեղ Հիսուսն է կյանքը, ճշմարտությունը եւ ճանապարհը եւ Տերը ինքը ուզում է, որ այո, բոլորը ինչ անեն, փրկվեն այս չար աշխարհից։ Եվ ինքան ուրախացել եմ, ճիշտ ասած, ես իր անունը մի անգամից ասեցի դու հրեշտակի նման ես, այո, sense գույնը դել է հրեշտակի գույնի, ամեն ինչը նորմալ, բայց իրոք, նայեք տեսեք մի հատ բան եմ ուզում ասեմ, այո, Աստված կարա սևը սպիտակ դարձնի, համաձայն եք։ Ինքը կարա այն մարդուն ընենց պելոնկեն փոխի, որ ինքը ուրիշ բաներ երկում, εμել երկում մի հատ անուշ համով լիքը լավ բան։ Ես ուղղակի հասկացակ, չէ, ես կուզեմ, որ աղբերս հետ եք ուզենա, նեղանաս չնեղանաս, Հմին ուզում եմ աղբերս ինքը տենանք ինչ կասի, Հիսուսին, ոնց է դավանելը, որ Հիսուսն է կյանքը, համաձայն եք, չէ, տենանք խոսա թե չէ, բայց ռուսերեն չխոսաս, հայերեն չխոսաս, չէ, բայց ինքը հայ է, պրոստը նման արուսի։ Հիսուսն է կյանքը։ Ամենակարևորը անգլերեն չխոսաս։ Ճիշտ ասած, ես ինձ ձենը առաջի անգամ եմ միկրոֆոնից լսում ես կյանքը, չեմ խոսած եմ միկրոֆոնով։ Տեսքիցս վստահ եմ երևում է, որ շատ լավացել եմ ես բային։ Շատ ուրախ եմ, որ ստեղ եմ գտնվում ձեր մեջ, թող Աստված բոլորի տորտնի, ձեր կյանքը, ձեր ընտանիքը։ Իմ անունը Զավեն է, ես Ամերիկայից եմ եկել Հայաստան։ Շատ տեղերում ապահել, իր ձեռը միշտ իր օգնությունը միշտ իմ հետ է եղել։ Ես վերականգնողական կենտրոնի սաներից եմ, ուսանողներից եմ։ Դեռ ընթացքի մեջ եմ, իմ 11-րդ ամիսն է, որ գտնվում եմ այդտեղ։ Ինձ շատ է օգնել, ուզում եմ ասեմ, որ դասերը ընդհանուր կյանք են սովորացնում, Աստվածաշունչ են սովորացնում, վերաբերվում քրիստոնեական ու իրական ճշմարիտ քրիստոնեական կյանքը սովորացնում։ Ուզում շնորհակալություն հայտնեմ Գագո աղբորը, որ այդ վերականգնողական կենտրոնի հիմնադիրն է, տնօրենն է, կազմակերպողը, Կարեն աղբորը, որ իմ պատասխանատուն է այս պայմանությամբ, Սպարտակ աղբորը, որ մեր անդամներից է։ Իր ծնողները հոգևոր են, հա։ Հա, ես ծնվել եմ հոգևոր ընտանիքում, ուղղակի ինչ-ինչ պատճառներով շեղվել եմ ճշմարտությունից, աշխարհում մնացել, սխալ կյանքով եմ ապրել, ինչի պատճառով է ես հիմա այստեղ եմ ու դաստիարակվում եմ Աստծո կողմից, որի համար շատ ուրախ եմ։ Հարկ Տիրոջը։ Հարկ Հիսուսը։ Բայց խելոք կպայես, չէ հետո քեզ։ Շատ լավ է, աստորեն հիմի դու գտնվում ես, հիմի որ ես ասում եմ ահով, որ ասենք որ հսկողության տակ ես, չէ, թե ոնց։ չի կարա դուրս գա։ Հա, տնից չէ, երկրից չի կարա։ Հա, երկրից չես կարա դուրս գաս, բայց կարևորը դու հիմի կարևորը որ Աստծո ներկայության մեջ ես։
ամենակարևորը։ Հենց Փառք գագիկ Հիսուսին։ Տերը օրհնի եւ շատ Աստված օրհնի։ Մենք շատ ապրես Աստված օրհնի, որ դու իրոք խոստովանեցիր, որ դու ճամփից շեղվել ես եւ իսկական ճամփի վրա ես։ Կարևորն է դիա։ Տերը շատ օրհնի, շատ օրհնի։ Թող ախպերս շարունակի, տնանք ինչ կավելացնի, որտեղ Տեր օրհնի գիտեմ որ հուզված է մի քիչ չափից շատ համեստություն անում, Տերը իրան շատ օրհնի, Աստծո փառքի համար եմ ասում, Աստված իր այդ գործը անում։ 11 ամիսա այս մարդը անցնում է վերականգնողական կենտրոն, Տիրոջ շնորհիվ եւ ամեն օր ժամը 6-ից աղոթքի է։ Եվ աղոթքից հետո սերտողություն, գիրք կարդալ 11 ամիսա։ Ամեն օր ինքը այս գործին է, Աստծո օգնությունով եւ հավատում ենք, որ Աստված մեծ գործ ունի իր կյանքում։ Մեկ կատակով ասում, նայ գնաս արտասահման ֆիրմա հովիվ դարձած մեզ չմոռանաս։ Տերը օրհնի, շատ ուրախ ենք Տեր Հիսուսի համար էլ, ասма թողեց 99-ին գնաց էլ մի հոգու հետևից։ Աստված ամեն մեկի հետ այդպես յուրովի է վարվում։ Եվ ուզում եմ ամեն փառքը տալ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իր ամեն մի գործի համար, որ ամեն մեկի համար իր կյանքը դնում է։ Ամեն Տեր օրհնի ձեզ։ Տեր օրհնի։